Արժանապատիվ կյանքով եք ապրում Հայաստանում։ Որ արժանապատիվ կյանքով ապրենք։ Մենք ստեղ ինչ գործ ունենք, խուցը մտած Գրիգոր Լուսավորիչի, որ մի բան ծախենք, ապրենք, որ հələ ասում են կարան մինչև 90 տարեկան աշխատեն, ով է մեզի գործի ընդունելու։ Լսել եք, որքան պարգևավճար է ստացել իշխանությունները։ Շուրջ 3.5 միլիարդ։ Էրդողանից, ինչ իմանանք։ Մենք սկետ 36,000-ը չենք ստանում նորմալ։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ինչ որ խոստումներ էր տալիս։ Այդ խոստումներից որոնք են կատարվել։ Ոչ մեկը։ Հիմա Տուգանային հրապարակ է բոլոր տեղերը։ Ես կարողա ձեզ բարև տամ, դու գանք ինձ տան։ Հիմա ես որ խոսում եմ, ինձ կարողա գան ապրանքը սրբեն տանեն։ Ամեն օր տանում են, ես է զոհված ունեմ, ասում եմ, քո տղեն չի, աղբորդ տղեն, ասում եմ, ոչինչ որ անում էր ես եմ պահել, հորքուր իմ կյանքը դրել եմ իրանց վրա, ասում եմ, խես գնաց է եռաբլուր, հələ ինձ վիրավորեցին ամսի 28-ին։ 29-ին էլ սաղ ապրանքը սրբեցին տարան, ջահել տղերք։ 28-ին որտեղ վիրավորեցին, եռաբլուրում։ Չէ, ստեղ։ Ասում եմ, եկել ենք ստեղ չես եղել, ասի եռաբլուր եմ գնացել, զինվորների օրն էր, պանթյոնա, թեկուզ զոհված չունենամ, իրավունք չունեմ եռաբլուր գնամ, թանգարանա։ Իմ մոտ տուրիստներ կային, ինձ խնդրեցին, ես մի օր էլ իրանց տարա։ Տարա տաքսիով մարդիկ սենց մղկտում էին, մեջները մուսուլմաններ էլ կային, ասում եմ, մենք էլ չենք ուզում պատերազմ լինի, ոչ մենք էլ չենք ուզում, բայց խաղաղությունը շատ հեռու է հիմա մեզանից։ Շատ մարդկանց հետ եք շփվում, ինչ կարծիք ունեն, 26 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի։ Ես չեմ, իմիջայլոտ ես չգիտեմ կընտրվի թե չէ, բայց ասում են ընտրված է արդեն։ Բայց ուն խոսացնում ես, ասում եմ, մենակ պրծնենք իրանից։ Այդպես ինչպես է լինում, որ մարդիկ ասում են միայն թե պրծնենք, բայց համարում են, որ արդեն Բայցից առաջ ստորակետ է, մարդ էլ կա վախենում է խոսա, հիմա ես չեմ էլ վախենում, ինչ պետք է անի, թոտ անի, ինձ էլ կալանավորի։ Ես վախենալու բան չունեմ, ժողովուրդը ում հարցնում ես, սենց է անում։ Թոշակառու տատին գալիս է, ես ենքան եմ ապրանքը ձրի տալի, որ ասում եմ տարկ էր, ասում եմ վայ աշկս մնաց այս տանձի մեջ, այս ապելսինի մեջ, ստեղ եմ երկար տարիներ, այն ժամանակ, որը փլուզումները կատարվեց 90-ականին պատերազմ։ Մութ տարիներին էլ եմ ստեղ եղել, ավելի լավ էր կյանքը, թեկուզ այդ ղեկավարները հզոր բանակ ունեին, լավ պահում էին, մեր երեխեքը սաղ ծառայել են Ղարաբաղ, սաղ մեդալներով հետ են եկել, այս զոհված երեխեն ուժեղ պեկայիստ էր, դաժե հերը որ են թվին 90-ականին վիրավորվել էր, ասում էր սես ձեներ կհանես, հիմա ինք այսպես 2 պեկայով արդեն շորերն էլ է հանե, թուրքի սնայպերը խփելա, ընգելա նորից է հելել, 2 սնայպերով առաջ գնացել է երեխու մասին առաջի անգամ գիրկել էին, գրե գիրկը կորավ, չգիտեմ բերեցից թե որ մեկը կարդար գողացան թե ուզում եմ ասեմ լավ երեխեք են եղել, պատմությունը իմացած, ենքան եմ պարապեհետները, ես ավարտել եմ Կրթության դպրոցը ոսկե մեդալով, հիմա ես ինչի եմ արժանացել, փողոցը ոչ հագնվում ենք, ոչ բան ենք անում, ես այն ժամանակ, որ մամաս ուղարկում էր շուկա, ամանչում էի գա այստեղից ավել առնել, երկրորդ հարկներ ավելը, բայց հիմա այսենց սաղ փողոցը մենք ենք մաքրում, որ նա Սամվել Կարապետյանի նման մարդունը տենց կալանավորեց, յանի մետ ինչ էր, էդ ինչ ձև էր։ Ինքը, եթե մեր ոստիկանությունը միանա ժողովրդին, ոնց իր ժամանակ միացան, այդ Թավշյա Բետաքսյա հեղափոխություն կատարեցին, այն հրաչ կապուրի պես փեդեուսին մտնում էր ստեղ ընդեղ, ճշտի համար են ինձ ստեղ վիրավորում շատ ապրանքը տանում, հիմա գգան իմ ապրանքը կտանեն հեսա, կես ժամ հետո, էսի սաղ պարտքով եմ առե, ես ամիս 2 անգամ եմ եկե, 28-ինը տենց վիրավորեցին, որ չա հաջորդ օր լրիվ, ուղղակի ես գյուղացիները սաղ ճանաչում են հին շուկայից, ասում տար, երբ կունենաս փողը կտաս, տարեք սոված չմնաք, իրանք էլ են, իրանք էլ ում հարցնում ես, ասում չենք ընդուն, Մասիսում չթողեցին եկեղեցի մտնեին։